Ողջույն բարեկամներ։ Քանի որ շատ են հարցնում տեսանյութերի տակ ինչ նորություն կա Վարդան Ղուկասյանից, ես ասեմ, որ Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ քայլարել է, շատ դիպուկ քայլարել է, ուզում եմ ձեզ ծանոթացնել դրա հետ։ Եվ այսպես լսենք Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Հանրային ձայն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահին, ԱՄՆ միգրացիոն եւ մաքսային վերահսկողության պաշտոնյաներին, ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտին եւ բոլոր առնչվող վերահսկող մարմիններին, խնդրելով իրեն շնորհել քաղաքական ապաստան, մերժել Հայաստանի արտահանձնման պահանջը կամ իր արտաքսումը որևէ այլ երկիր։ Ըստ Ղուկասյանի իր խնդրանքը պարզապես իրավական հարց չէ, այլ կյանքի եւ մահվան հարց է, ինչպես նաեւ փորձություն ԱՄՆ-ի համար պաշտպանելու այն անձանց, ովքեր բախվում են քաղաքական հետապնդման վտանգին։ Ղուկասյանը ծավալուն նամակում հիշատակել է Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը, ինչպես նաև նույն օրը Սանկտ Պետերբուրգի հայկական հյուպատոսության զուգարանում արցախցի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին մահացած հայտնաբերելու փաստը։ Հարգելի պաշտոնյաներ, սույն նամակը եւս մեկ վկայությունն է այն դառը իրականության, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու կյանքն ու արժանապատվությունը գրեթե որևէ արժեք չունեն, հատկապես այն դեպքում, երբ խոսքը քաղաքական գործընթացներին մասնակցող անձանց մասին է։ Նույն օրը տեղի ունեցած այս երկու մահերը դժվար է դիտարկել որպես պարզապես պատահականություն, դրանք ավելի շուտ արտացոլում են Հայաստանի ներկայիս ղեկավարության համակարգված գործողությունները, ընդդիմախոսներին ու քննադատներին լռեցնելու նպատակով թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս։ Շատ ճիշտ, շատ գրագետ, շատ ժամանակին, շատ դիպուկ խոսք եւ քայլ։ Ես կարծում եմ կարելի է այս հանցագործությունների ցանկը անverջ նշել, թեկուզ մենակ վերջի մեկ տարվա մեջ ինչեր է կատարվել Հայաստանում, սկսած սրբազաններին դատելուց, սկսած ոստիկանների գործողություններից, մենք ասես մի հատ ամբողջ մի համաստեղություն հանցագործությունների կարելի է ներկայացնել հանցագործությունները, որը կատարել է այս իշխանությունները, կարելի է հենց այս նամակի մեջ ներկայացնել, բայց այս կարգի հենց մեկ-երկու օրվա մեջ երկու դիպուկ հանցագործություններն են բավարար է, որպեսզի նկարագրել ինչ է կատարվում Հայաստանում։ Ընդ որում դա չի հերքում նաև Փաշինյան Նիկոլը։ Իմջելոց մինչև դրան հասնել ես, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Երուսաղեմի պատրիարքարանը որոշել է չհանձնվի, հիշում եք, որ հայկական այդ տարածքներից հայկական թաղամասի մի հատվածը 25%-ը պատրիարքը որոշել է $1 միլիարդ դիմաց դա գրանցված գիննա վաճառել ինչ-որ հրեայի։ Մի խոսքով հայկական պատվիրակությունը, պատրիարքարանը կներեք այնտեղ չի հանձնվում եւ այսօր մեծ հաղորդագրություն է ուղարկել, ասա ուղակի արագ կարդամ, մանր է գրած ուղակի։ Մի խոսքով դատապարտում են եւ մերժում են չեղյալ են համարում 2021 թվականի կնքված այդ գործարքը, որը կատարվել է խախտումներով եւ չի անցել այն этаպները, որոնք նա պարտավոր էր անցնել։ Ես հաջողություն եմ ցանկանում պատրիարքարանի այս կազմակերպիչներին նախաձեռնող խմբին, որը նախաձեռնել է այս process-ը եւ ես տեսնում եմ, որ այդ կովերի պարտեզ կոչված տարածքի հսկող տղաները օր ու գիշեր հսկում են տարածքը, որպեսզի չկարողանան նրանցից խլել։ Բոլորին շնորհակալություն եմ հայտնում եւ իմ աջակցությունը ձեզ։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Ես ասում եմ, չի հերքում Փաշինյան Նիկոլը, պատահական չեմ ասում, որ ինքը չի հերքում։ Կարդում ենք հոդվածը, եթե դու իրազեկված ես, ինչու չի ապահովել ընդդիմադիր գործչի անվտանգությունը, հարցնում է Գոհար Մելոյանը։ Ինչու՞մն է բանը։ Փաստորեն Փաշինյան Նիկոլը գրառում է երեք տարածել, ես ուզում եմ դա մի հատ կարդամ, որտեղ ասվում է Փարաքարի խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը դատապարտվում է, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Գրիգորյանը եւ նրա ընկերը, եւս մեկ անձ վիրավորված է։ Ցավակցում են սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին վիրավորում ստացած անձին մաղթում շուտապույտ ապաքինում։ Շնորհակալությունը։ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտապույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրաված բոլոր անձանց։ Նաև մանրամասն վերլուծություն պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք
թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունը եւ ինչու չեն կատարել։ Սա կմտածեք, բայց դեռ բան չկա։ Ինչպես թե չկա։ Պարզ խոստովանում է, որ տեղեկացված են եղել, որ դա ընդամենը մի սպանություն չի, բռնությունների շարք էր նախապատրաստված, որի մասին տեղյակ են եղել։ Հարցը, եթե տեղյակ եք եղել, ինչու չեք կանխարգել։ Իսկ մյուս մասով, ով կարող է այսօր Հայաստանում եւ ընդհանրապես ով կարող է Հայաստանում իշխանությունից բացի բռնությունների շարք պլանավորել։ Ոչ Հայաստանի վերջին 30 տարվա պլյուս տարվա պատմության մեջ նման գործողություններ բացառապես իրականացվել են իշխանության կողմից։ Ես ոչ մի անգամ կաթիլ չեմ կասկածում, որ այդպես է նաև այս պարագայում եւ նաև Սանկտ Պետերբուրգում հյուպատոսում սպանված Արայիկ Հարությունյանի օգնականի պարագայում ոչ մի վարքան ես չեմ կասկածում, որովհետև առայժմ ասում եմ ոչ մի հետք չկա, ոչ մի բռնելու տեղ չկա, այս սպանություններն ինչպես բոլոր սպանությունները վստահ եղեք, որ չի բացահայտվելու։ Բայց եթե ասենք մեկը բարձրահարկ շենքի մի պատուհանից պատահմամբ խնձոր շպրտել իրենց վրա, այդ մարդը նստած է արդեն։ Նայած իրենց ինչն է պետք։ Ինչպես ասում են փորձառու կրիմինալիստները, չբացահայտվող հանցագործություն գոյություն չունի։ Էն էլ, որ նկարված է, վիդեոն կա, մարդու շարժու ձևը կա, քայլվածքը կա, ժամը կա, Հայաստանում ամեն մի փողոց, ամեն մի մեքենա, ամեն մի սյուն, ամեն մի անցում վերահսկվում է կամերաներով։ Մարդը կա, վստահ եղեք, նման կառուցվածքով զենքին տիրապետող, այդ շարժու ձևով, այդ տարածքում միաժամանակ որ լինի, շատ մարդ չկա։ Կրկնեմ նորից կրիմինալիստների վստահեցում, ասում են, եթե մի հանցագործություն չի բացահայտվում, ուրեմն այդպես է պետք։ Իսկ Հայաստանում ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր չբացահայտված նման հանցագործություններ։ Եվ մի անգամից պատկերացնում եք, սա Արմավիրի մարզպետն է։ Տեսնում եք այս դեմքը։ Տեսնում եք։ Ես ժամանակ ա եղել, պատահման շատ երբ որ գնում էի Արարատ, այդ կողմ Արարատի շրջանի գյուղերը, շատ անգամ անցել եմ այդ մեծ շուկաների կողքերով, որոնք ասենք շաբաթ կիրակի օրը գյուղացիները իրենց բերքերը բերում էին մեծածախ առևտրի համար։ Այս դեմքով մարդիկ այնտեղ գիտեք ինչ էին անում։ Ծանրոց էին տեղափոխում։ Հիմա այս դեմքով մարդը ամբողջ փաստորեն Արմավիրի մարզպետն է։ Այսինքն ՔՊ-ի ներկայացուցիչը մարզպետի պաշտոնում ուրիշ դեմք չէր կարող ունենալ։ Վստահ եղեք։ Մի քիչ գրագետ, մի քիչ բանիմաց, խելացի դեմքով մարդը ՔՊ-ի ինչ գործ կունենար։ Եվ ինչ ասում ես սա քաղաքական չի Վալոդիա Գրիգորյանի սպանությունը, վերջ։ Արդեն քննել են, արդեն պատասխանատուին գիտեն, արդեն պատվիրատուիներ նույնիսկ գիտեն։ Վերջ, ինքը գիտի արդեն։ Ես կարծում եմ ոստիկանությունը բաղասար ականջներից, երկու ականջներից, ասենց երկու ձեռքով բռնած, պետք է տանի ոստիկանությունը ասա, դե ասա ով է արել, որ գիտես ու գիտես, որ դա քաղաքական չի։ Մարդը ցուսմունք է տալիս։ Ու վստահ եղեք, այս դեմքով մարդը ուրիշ բան չէր կարող անել։ Ես ակնկալում եմ վաղը հենց դատախազությունը ունեն, չէ, ասենք, որ վիզը բանը մկանները ստեղից է սկսում։ Վիզ չկա էլի։ Ստեղից է սկսում։ Ունեն, չէ, տղեկից, հիմա պետք է վաղը գնան, ամեն մեկը մի ականջից բռնի, լավ էլ բռնվելու տեղեր կա։ Բերի դատախազություն կամ քննչական, ասա դե ասա ով է սպանել։ Գրի, որ դու ապացուցես, որ դու ճիշտ ես։ Որ դա եղել է անձնական հողի վրա, խանդի հողի վրա, չգիտեմ, նախանձի հողի վրա, ինչ որ մի հողի վրա, գտեք ինչ որ ազում, ու ասա, որ գիտեիր, սա եղել է այս հողի վրա ու դա քաղաքական չի։ Հանց է։ Զտարյուն քպայական է ուղղակի, զտարյուն։ Ես այսօր հիշել եմ Արմենին։ Արմենին մենք հլը շատ ենք հիշելու։ Ինչ էր ասում Արմենին։ Սրան անեք, մարդ չմեռնի էլ, հող չտանք էլ, մարդկանց կյանք չխախտվի էլ, երկիրը
Ես խայտարակ չլնի էլ։ Սրան անեք։ Կարծում եմ մենք մի քիչ ուշացել ենք, բայց եթե հիմա չանենք, հետո ավելի ուշ լինելու։ Իրոք հետո ավելի ուշ լինելու։ Ես չգիտեմ գետ մեկ մարդ, ազնիվ խոսք, կոմենտներով կլինի, դա հայտարարություններով կլինի, ստատուսներով, գետ մեկ adekvat մարդ, որ ասի, չէ, սրան չի կարելի հանել, որովհետև ու այդ բերած պատասխանը լինի լոգիկայի, բարոյականության, ճշմարտության տիրույթում։ Չկա, կան վարձկաններ, որոնք ինչ-որ բաներից են խոսում, բայց ամեն մեկի հիմքում նստած է սուտը։ Սենց լկտի փաշինյանական սուտը։ Ես չեմ տեսել մեկ մարդ շարքային, որը ունի բարոյականություն, բանականություն, անասունչիկ է, մարդ չէ, մարդ է էլի։ Այսինքն ասած բանի Բերձևայի չի կորցրել բարոյականության եւ պատասխանատվության զգացումը։ Մարդը անասունչի, որ ասի չէ, սա լավն է, որովհետեւ չէ, նման մարդ չկա։ Հիմա մնում է մեզ այդ մարդկանցով հավաքենք ու սրանց օթերը փակենք, ոչ թե 26-ին հիմիկվանից, որովհետեւ մեզ դժվար օր է սպասում, հիմա կլսենք դրա մասին։ Ու նորությունները կան, ու ես չէր կասկածում, որ հենց այդպես է լինելու է։ Իմիջիայլոց տարածեք ժողովուրդ ջան, գրեք թեկուզ մեկ բառ, գրեք ինչ եք մտածում, գրեք ինչ եք անում, կամ ինչ խորհրդի կարիք կա, ինչով կարող ենք օգնել, որ մեր պայքարը ավելի արդյունավետ լինի։ Որովհետև եթե մենք ինֆորմացիոն դաշտում դոմինանտ տեղ չունենանք, շատ քիչ է հավանականությունը, որ մենք կարող ենք մոբիլիզացնել ժողովրդին։ Տարածեք, սեղմեք այդ լայքի կոճակը, սեղմեք նաև այդ զանգակը, որ բոլոր հաղորդումները դուք միանգամից ստանաք, որովհետև շատ ընկերներ գնում են, որ վայ, այսօր բան չես արել, ես չէ, ես ամեն օր եմ անում։ Եթե դուք չեք ստացել, ուրեմն այդ զանգակին դուք չեք սեղմել։ Եվ անպայման ինչ-որ մի բառ, թեկուզ պլյուս, գրեք, որ ալգորիթմը վիդեոն տանի առաջ։ Եվ այսպես, ինչ է վստահ, որ մեր ակտիվությունը շատ է պետք, լսենք տեսանյութը կամ դիտենք։ Առաջ ինձ այսպեսի մի տեղեկատվություն հասավ, հենց իրենց շրջանակներից իդեպ, այնպես չի, որ իրենք մեզ չեն ինֆորմացնում տարբեր բաների մասին, թե ինչեր են քննարկում, եւ տեսեք ինչ է որոշել այս երկրի գլխավոր գերագույն չհրամանատարը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության ժամանակ աջակցություն պետք է իրեն հայտնեն։ Ես ասում եմ, որ դուք իմանաք, որ այդպես շատ ուրախ եք եւ տենց միշտ ետնապահի դերում եք արտիստները, այն երգիչները, այն դերասանները, այն արտիստները, որոնց իրենք տվել են լայն հնարավորություններ այս վերջին տարիներին, դա արդեն առանց անզեն աչքով կարող ենք տեսնել, ովքեր են անդադ հանրային հեռուստատեսության լսարանը սպառողները եւ այլն, ովքեր որ անդադ տրջիկ են տալիս այնտեղ։ Այս մարդկանց բոլորին հիմա պետք է կոնսոլիդացնեն, իմացեք ուղղակի, այն որ ասում եք քաղաքականությամբ չեք զբաղվում, ձեր ասածի շարունակցնա, իրանք ձեր հետևից գալու են մեկ-մեկ։ Եվ այդ բոլորը պիտի աջակցեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այդ իմացեք, երևի թե արդեն իսկ ոմանց հետ այդ զրույցները տարվել են, դրա համար ավելի քան տխուր իրավիճակում եք դուք հայտնվելու առաջիկայում։ Եվ ով փորձի հետ կանգնել կամ ասի, բայց այսպես ոնց կլինի, դուք պատկերացնում եք, ինչ են անելու դրանց։ Օրեր առաջ մի խոսքով ոչ մեկ չէ դեռ կասկածվում, որովհետև այդ պրակտիկան դեռ ներդրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ես ուզում եմ հիշեցնեմ, որ իմ ամենասիրած մարդկանց հավաքեց իր կողքը, նույն Տիգրան Մանսուրյանին, տեսեք, այդ Տիգրան Մանսուրյանը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանից առաջ բոլոր իշխանություններին գողացել է, բոլոր։ Եվ ոչ միայն ինքը այն ժամանակ էլի։ Իսկ դա ավելի լայն օգտագործեց հետո Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը այդ արտիստների կողքից այն կողքեր չէր գնում։ Չեմ ասում եմ Ռիտա։ Ինչ վրա։ Սրանք օգտագործելու են դա։ Ես զգուշացնում եմ ուղղակի։ Ես մոտարապես արդեն գիտեմ ոնտեղ ինչ կարգի անառակի ծնունդն են լինելու, ասենք մոտարապես Կոլոտ Հովոյի կարգի, ոչ սերունի, ոչ մի բան։ Ոչ ազգ, ոչ ազգություն, ոչ սեր, ոչ սկզբունք, ոչ դավանանք, ոչ մի բան, այսինքն տիպիկ զտարյուն քպայական է։
ու այդ կարգի մարդկանց իրանք բերելու են դաշ, մնացածին են համոզեն, կաշառեն, որպեսզի սկսեն քարոզել ԿՊ-ին։ Ուրեմն լսեք, դες ինչ եմ ասում։ Բոլորի համար երևի թարմ է հիշողություններ, ինչ որ կատարվեց ՄԿՕ-ի հետ։ Մեկը հիմա կպնդի, դա արդար է, արդար չէ, դա ես չեմ քննարկում արդար է, թե չէ։ Ինքը դրա իրավունքը տվել էր, առիթը տվել էր, դա եղավ։ ՄԿՕ-ի հետ եղածը կթվա ուղակի ձեզ Փաշինյան մարդասպանին աջակցողներին թվա ուղակի սենց պատահական բան, սենց հվանցիկ ինչ որ միջադեպ, այն ինչ որ սպասվելու է Փաշինյան Նիկոլին աջակցողներին, ես խոստանում եմ, օգտագործելով իմ ամբողջ ռեսուրսները, եթե նույնիսկ մնամ մենակ այդ ասպարեզում, ես կարող դոկ չեմ լինի, չունեմ այդ հնարավորությունները, բայց վստահ եղեք, ամբողջ շոու բիզնես, ամբողջ արվեստի դաշտը, գիտեմ 5 մատից պետք։ Եթե մեկի մասին էլ ինֆորմացիա չունեմ, ընդհանրապես մի երկու զանգապետ, որ այն ենթակստամոքսային գեղձից, երեկվա կերած ամեն ինչից գա սենց դրվի դեմս։ Բոլոր անալիզներով, ռենտգենով, բան, շատ քիչ բան կա, որ ես չգիտեմ, կարող նորա տեղյակ չեմ։ Բայց ընդհանրապես մեկ-երկու զանգապետ, որ ես ամեն ինչ վերեմ տեղը։ Դուք կգնաք Հայաստանից ուղղակի։ Դուք կփախչեք Հայաստանից մինչև ընտրության օրը։ Ես մեկին տեսա Փաշինյան Նիկոլի մասին։ Կդառնա Վիգեն Ավետիս, ինչ ասեմ ձեզ։ Կդառնա Կոլոտ Հովո։ Չես Վիգեն Ավետիսին որ Կոլոտ Հովոյի ասած խառնես, կդառնա Կոլոտ Ավետիս։ Երկուսն էլ ոչ սերուն են, ոչ ազգ, ոչ հայրենի, հա? Ասեն ձեզ բոլորին խաչաձևեմ սենց իրար հետ։ Ցանկացած մեկը գնացել է ժողովրդին դեմ, արդարացել այդ մասսայական կոտորածը, հայրենիքի դավաճանությունը, այս պիղծ վիճակը ինչ որ կատարվում է Հայաստանում, այս քաղաքական սպանությունները, հետապնդումները, եկեղեցու, կրոնի, ինքնության դեմ, մարդու դեմ, արժանապատվության դեմ այս արշավները մեկը արդարացել է, նշանակում է ինքը աշխարհի սրբություններին դեմ է։ Ատենց մարդուն դու պատկերացնում եք ինչ կանեմ։ Ասում ով վստահ չի իրա վրա, որ ինքը կարող է չի ենթարկվի, գան հետևից, թելադրեն, հա։ Թող գնա Հայաստանից։ Այդ մի 3 ամիս հետո փախնի Ամերիկա։ Ես վստահ եմ, որ բոլորի պասպորտների մեջ մի 10 տարով վիզա ունեք Ամերիկայի։ Որովհետև ձեզանից մարդ չկա, որ դեռ եղած չլինի։ Փախեք Հայաստանից։ Սուտ մեղուկ դրեք։ Ձևասեք թե մեղել եք։ Ինչ ուզում եք արեք։ Ով տեսա, ում տեսա Փաշինյան Նիկոլի հետ գործա բռնե, կդառնա գնել Սանոսյան։ Ես ձեզ խոստանում եմ։ Ներում, բեկում, անցյալ, ավանդ, ինչ ա ունեցել երաշտական տամ, չգիտեմ ինչ ասպարեզում, սես կթաղեմ գետնի տակ, կտրակտորով վրես կգնամ կգամ։ Ազգիցս կարևոր բան չկա։ Ինձ չգիտեք ոչ մեկի համար։ Այս մեկը չգիտեմ ավանդ ունի, այս մեկը լավա գրում, այս մեկը լավա ապարում, այս մեկը լավա թռնում։ Ինձ համար ազգիս գոյությունից, արժանապատվությունից, տեսակից, պահպանումից կարևոր բան գոյություն չունի։ Վիգեն Ավետիսը ուրիշ մարդ չի։ Խզմալյան Տիգրանն էլ ուրիշ մարդ չէ։ Երկուսն ինձ ընկեր են եղել։ Տեսել եք ես դրանց խնայեմ ինչ մի բանով։ Այս անգամ ասում եմ ուղակի ես մեծ փոսը կփորվի վերջնական։ Դուք Հայաստանից կփախնեք։ Դուք գիտեք չէ, Նիկոլը հավերժ չի։ Ոչ մեկ հավերժ չի։ Դուք կթաղեք ձեզ վերջնական ու ես ամեն ինչ կանեմ դա ձեր համար ապահովելու համար։ Գնանք առաջ։ Սա լսենք։ Թուրքական մամուլը բացահայտել է գաղտնի երթուղին, որով Ադրբեջանը զենք ու զինամթերք է մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին հակառակ հայտարարված էմբարգոյին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչպես է Ադրբեջանը այդ զենքը տեղացնում։ Թուրքական Habarsel պարբերականը Թուրքական մամուլն է դնում։ Սա կատակ բան չի։ Թուրքական մամուլը բացահայտում է Ալիևի հանցագործությունը։ կոչում է սեփական տեղեկացված աղբյուրները եւ լրագրողական հետաքննությունը, որը հրապարակվել է ռուանդական Յումեսեկե պարբերականում։ Ուրեմն եթե հավատանք այս վարկածին, ուրեմն մատակարարը զենք արտադրող ադրբեջանական Չիվազ ընկերությունն է, որը ուղարկում է այդ զենքերը Թուրքիա, Թուրքիայում Գազանթեփե քաղաքում գտնվող
դիգիրմեն մաքինա գործարանում այն վերադրոշմավորվում է եւ որպես մարդասիրական օգնություն արդեն հասցվում է Սուդան։ Սուդանում մարդասիրական օգնության կարիքը կա, բայց Սուդանից արդեն որպես զենք տեղափոխվում է գերմանական եւ թուրքական նավերով Համբուրգ, իսկ Համբուրգից արդեն ցամաքով տեղափոխվում է Ուկրաինա։ Այս տեղեկությունների համաձայն վերջին այդ պարտիան, որով հասել է այդ զինամթերքը, ենթադրել է ուրեմն այնտեղ ավիառումբեր են եղել, զենիթային համակարգեր, անօդաչու սարքերի պահեստամասեր եւ այլ զինատեսակներ։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, սա իհարկե մեծ սկանդալ է լինելու եւ կարծում եմ արժի այդ դեպքում նաեւ Մոսկվայից արձագանք սպասել։ Այս առաջ չեմ գնում, ու սա ճշմարտություն է, որովհետեւ այս process-ը գնում է դեռ 2022 թվականից։ Սրա մասին գրել է ոչ միայն թուրքական մամուլը, սա մասին գրվել է եւ ռուսական մամուլում, եւ գերմանական, եւ ֆրանսիական մամուլում։ Սա նոր բան չի, բայց սրա մասին հիմա գրում է թուրքական մամուլը, որը մի բան է նշանակում. Ալիևին փուրը տալու ժամանակն եկել է։ Ու փուրը տալու process-ը կատարվելու է ռուսների ձեռքով։ Էլի թուրքն ու ռուսը մի բանի շուրջ պայմանավորվել են։ Առանց դեք պատկերացեք, Էրդողանը Ալիևին հանձնում է Պուտինին։ Սա ինչ-որ մի բանի դեմ է։ Ինչ-որ մի բան ստանալու է դրա դեմ։ Ոնց որ ասենք Արցախի դիմաց ստացավ։ Արցախը տվեց, ստացավ օգնություն, որ ինքը խփի բանի Ուկրաինային։ Սա ինչ-որ մի բանի դեմ է։ Ես այդ արտիստերին եմ ուզում ասեմ։ Լսեք, անենց արագ է փոխվում իրավիճակը։ Անենց որ այն թուրքերը, որ այսօր Նիկոլին պահում են, ձեզ էլ պահում են, բաղ իրանք նույն ձևի ձեզ հանձնելու են։ Եթե մեկին այսօր Էրդողանը պահում է, նայեք, կարող է դուք Ալիևից լավն եք իր համար։ Նիկոլ, Էրդողանը Ալիևը հանձնում, դու գիտես քեզ խնայելու է, կամ այսօր Էրդողանի ձեռից ով սնվում է, այնտեղ Հովսեփ Խուրշուդյան կա, այնտեղ չգիտեմ, Պետրոս Ղազարյան կա, դա Հրեշտոնիկը եւ այլն եւ Էրդողանը Ալիևին է հանձնում, ձեզ պահելու է, այ բորբեր։ Ռուբեն Ռուբենյան, մի խոսքով է թուրքերից ով սնվում է։ Դուք ինչի վրա եք ձեր հույսը դրել։ Ինչի դուք ընդամենը այն sense պոլկեքի վրա են, բաների վրա շարած կապիկներն եք, որ sense ստեղ տալու են դիմացեսի վերցնեն, հետո սա այդ փոխանակելու են։ Փաստորեն այդպես մի հատ կապիկ էլ Ալիևն է։ Հասկացաք ինչա կատարվել։ Ոչ թե ոչ սկանդալա, որ ռուսներ բանը Ալիևը բանը ուկրաինացիներին օգնում է, չէ՞ միշտ է օգնել։ Միշտ է օգնել, զենք էլ ատվել, հումանիտար օգնություններ լա ուղարկել, նավթ էլ ատվել։ Դրա համար հիմա ռուսական բանը անոդաչուները ռմբակոծում են սոկարի պահեսեն Ուկրաինայի տարածքում։ Ուսանով չի ավարտելու։ Հարցեն չի ինչով կավարտի, հարցեն է, որ Էրդողանը հիմա հանձնում է Ալիևին։ Հետո կիմանանք ինչի դիմաց։ Չէ՞ որ մենք Զանգեզուրի այդ խոսակցությունը չգիտենք ինչի դիմաց է լինելու։ Հա, որ ռուս հաշկը փակում է, բայց դրա դիմաց իրեն ազատում են բոլոր սանկցիաներից։ Մեկ օրվա տարբերությամբ։ Քաղաքականությունը դες կեղտոտ բան է։ Ով մեկի ձեռից հաց է վերցնում, հարամ հաց է ուտում, պատրաստ պետք է լինի դրա դիմաց, 10 պատիկը վճարել։ Արտիստները լսում եք ինչ եմ ասում, այդ պրոպագանդոնները լսում եք ձեզ ինչ եմ ասում։ Սա ես չեմ ասում, սա իրականությունն է։ Դուք Ալիևից լավ ու կարևոր չլնեք հանկարծ Էրդողանի համար։ Սա եմ ուզում լսեք նայ։ Հրատարակվել է ֆոտոալբոմ, որը ներկայացնում է Բաքվում հրատարակվել է ֆոտոալբոմ, որը ներկայացնում է Հայաստանի բոլոր այն նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, ուր Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել ադրբեջանցիներին։ Գրքի հրատարակիչները պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվել Հայաստան գործուղել լուսանկարիչներին հայերին վարքաբեկող ֆոտոփաստեր հավաքելու նպատակով։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչպես են կարողացել աշխատել Հայաստանի տարածքում ադրբեջանցիները։ Այդ գիրքը խոսուն անուն ունի, քարեր ժողովելու ժամանակն է, անգլերենով է հրատարակվել եւ ինչպես հրատարակիչներն են պարզաբանել, ծառայելու է օտարերկրյա փորձագետներին եւ դիվանագետների համար է նախատեսված։ Դրանք գիրք են արդեն տպում, որ քարեր են հավաքում։ Քարեր են հավաքում։ Ու զավակ կորցրած պատերազմի ժամանակ
Նիկոլի պրոստիտուտկեն ասում է, չէ, ես վիրաշխավորում եմ, Ալիևը պատերազմ չի ուզում։ Դա գիրք են հրապարակում, զենք են առնում, քարեր հավաքելու ժամանակն է։ Այդ պրոստիտուտկեքը ժողովրդին ասում չի շանուկ եղեք, դա մեր համար չի։ Ճիշտ է, քարերը հավաքում են մեր դեմ, եկել են նկարել են գյուղեր ամեն ինչ։ Մեր մասին է խոսքը, Արևմտյան Ադրբեջանի իրաց ասած, բայց այս կարգի պիղծերը մեզ համոզում են, որ չէ, բան չկա։ Ու այս կարգի հələ պիղծերի աջակիցներ են ծնվելու եթերային պրոստիտուտկեք են, ես նորից եմ ասում, ոչ մեկ հույս չունենա, որ կարող է ներում բեկում ստանա իմ կողմից։ Ամենահարազատ մարդը լինի, ես արդեն ասել եմ ինչ եմ անել։ Գրքի գլխավոր հրատարակիչ Մուսա Մերջանլին պարզաբանել է, որ կես տարվա ընթացքում մի քանի խումբ լուսանկարիչներ են գործուղվել Հայաստան հայերին վարկաբեկող այդ ֆոտոնյութերը հավաքելու համար։ Եվ քանի որ գիտակցում են, որ ադրբեջանցի լրագրողներին ավելի դժվար կլիներ, օտարերկրացի լուսանկարիչների են վարձել, ովքեր բնական է գիտակցել են, թե ինչ նպատակով են օգտագործվելու իրենց արած լուսանկարները։ Այսինքն քրեական հանցագործություն է տեղի ունեցել, քանի որ այդ նյութերը օգտագործվում են ազգային թշնամանք հրահարելու նպատակով։ Մինչդեռ Հայաստանի ԱԱԾ-ն, չգիտեմ, օրական քանի տուկ խոտ են ուտում կաբինետներում, միջանցքներում, ընդհանրապես որտեղ է դրած։ Հələ մի հատ էլ իրանց շեֆին ուղարկում են Ալիևի մոտ, որ Ալիևն ցուցակ տա, հələ ելուն պետք է արտահանեն իրանց։ Սա է իրականությունը։ Ու սա ով գոված, ով ասեց, որ սա նորմալ է, թող սպասի։ Եվ ինչն է հետաքրքիր, գրքի հրատարակիչը խոստովանում է, որ խնդիրների հետ բախվել են այդ օտարերկրացի լուսանկարիչները, բայց խոչընդոտողները եղել են ոչ թե Հայաստանի հատուկ ծառայության աշխատակիցները, այլ այդ գյուղերի շարքային բնակիչները, որոնք նկատում էին, որ տարօրինակ եւ վտանգավոր բան է տեղի ունենում եւ խանգարում էին իրենց լուսանկարել։ Մասնավորապես Եզդի բնակչության ներկայացուցիչները գիտակցում էին, որ այդ լուսանկարները հայերի դեմ են օգտագործվելու եւ արգելել են լուսանկարել։ Թե արդյոք Հայաստանի հակահետախուզական ծառայությունները տեղյակ են եղել այդ առաքելության մասին, որևէ բան հայտնի չէ։ Իրականում իհարկե դժվար Փորձենք հասկանալ, տեղյակ են եղել, թե չէ, որտեղ Հայաստանի հակահետախուզության պետի հայացքը պետք է որ մեզ ամեն ինչ ասի, ինչքան է տեղեկացված ինքը գործից։ Մի հատ նայենք։ Վերջ Նայում ես այս դեմքին ու վստահ ես, որ Հայաստանին ոչ մի բան չի կարող պատահել։ Բոլոր ռիսկերը հաշվարկված են։ Բոլոր։ Ուղղակի բախներն ես բերել է, դրանք ընդամենը նկարել են։ Թե չկարող են, չէ ասենք, մի քանի օգուտ սպանել, ասենք, չգիտեմ, ջրամբարները թունավորել, տարածքները թունավորել, բայց չի բացառվում, որ չեն արել։ Նայում ես Հայաստանի հակահետախուզության պետին ու հասկանում ես, որ դու ընդհանրապես խնդիր չունես։ Քո խնդիրները արդեն անլուծելի է։ Ոչ թե դու խնդիր չունես։ Չէ, քո խնդիրներն այնքան խորն է, որ արդեն անլուծելի է, որովհետև քո խնդիրներով զբաղվում է սա։ Այս առարկան։ Դժվար է խոչընդոտել, երբ օտարերկրացիներ են, ովքեր ներկայանում են որպես զբոսաշրջիկներ եւ ընդհանրապես լուսանկարում են իրենց հիշատակի համար։ Այնուամենայնիվ կարծում եմ այս ամենի մասին խոսելը պետք է անհրաժեշտ է, քանի որ սա առանձին բացառիկ դեպք չէ եւ բավական հաճախ է նման բաներ տեղի ունենում։ Այ օրինակ Մնացածը Այս ամեն ինչը գիտեք ինչի համար անում։ Սրանք են ֆոտոփաստերն են, թե որտեղ են ապրել ադրբեջանցիները եւ որտեղ պետքա վերադառնան։ Պարզա։ Մարդիկ քարեր են հավաքում։ Քարը մի կողմից են հավաքում, հələ քարտեզներ են տալու, պարտադրելու են որտեղ տներ սարքվի, նոր։ Ինչ որ մի ձևով, հա, զենք են գնում, այդ մասին պարզ ասում են։ Իսկ պատերազմում երեխա կորցրած մեկը, որը երկու մարդասպանի է փաստորեն ծառայում, Փաշինյան Նիկոլին ու Ալիևին։ Իր երեխեքի երկու սպանողներին ինքը ծառայում։ Ասում չէ, վստահ եղեք, դա մեր դեմ չի։ Այդ Հայաստանի տարածքը չէին նկարում։ Ուղղակի պարապ են եղել, եկել են Հայաստանի տարածքը նկարելու։ Մտածել են սիրուն տեղեր, ասեն, չգիտեմ, իրաց մոտ տեղեր չկար, ասեն, չգիտեմ, կարային, չէ գնային Շվեյցարիա, բայց չգիտես ինչ եկել են Հայաստանի եզդիների գյուղերն են նկարում։ Ասենք, խոսքը ունենք։ Հեսա լսենք։ Ադրբեջանից Հայաստան
11 միլիոնը Հայաստանի համար դա մեծ գումար է։ Ով է Ադրբեջանից Հայաստան ուղարկել ու ով է ստացել այդ փողերը։ Այս տվյալները կան World Bank-ում, այսինքն World Bank-ը ամեն տարի հրապարակում է այս երկրից այն երկիր ինչքան գումար են։ Աշխարհային բանկում։ Ինչքան գումար են փոխանցել։ Այդ մեկ։ Երկրորդ հարցը, որ պատերազմ է լինելու իմացել են։ Նիկորները իմացել են պատերազմի մասին, Նիկորն էլ իմացել, ինքն էլ ասում, իմացել են։ Ամսի 25-ին հստակ տեղեկություն ա եղել, որ պատերազմը սկսվելու։ Հիմա եթե դուք իմանաք, որ օրինակ 2 օրից ձեր տուն գողեր են մտնելու, ինչ կանեք։ Ոչ չի։ Դռները կփակեք, պատուհանները կփակեք։ Ոստիկանությանը կտեղեկացնեն, նախապես կզինվեմ, ընկերներից կհրավիրեն, որ պաշտպանության հարգեղածք մենակ չունես, կցերնագեմ համապատասխան։ Չէ, դա ամենից չի արվել։ Դավիթ Տոնոյանը նույնիսկ Հայաստանում չէր, ինչի մասն է խոսքը։ Ու քանի օր հետո է գալի, երկիրը պատերազմում է։ Պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցառումներ։ Մեր դեպքում դա պետք է արտահայտվեր ռազմական տեխնիկան, պայեսներից դուրս հանելով, տեղափոխելով, որպեսզի միանգամից Ինչ է եղել Արցախում, ամսի 25-ին, որ իմացել է Ջալալ Հարությունյանը, ինչ է արել ինքը Արցախում, ում է զգուշացրել Արցախում, ոչ մի բան չի արել։ Մեր տղաները, երբ որ պատերազմը սկսվել է, իրանք եղել են զորամասերում, քնած, չգիտեմ, նախաճաշ անելուց, կոֆե պատրաստելուց, արձակուրդի մեջ, այսինքն Ջալալ Հարությունյանը Ոչ միայն Ջալալ Հարությունյանը, իմացել են բոլորը, Արայիկ Հարությունյանից սկսած։ Բոլորն են իմացել։ Ես գիտեմ, որ իմացել են։ Դեռ 5 շաբթի օրվանից առնվազն բոլորին հատած զանգել են ասել են։ որը պատասխանատու է Պատերազմը Կիրակի առավոտ էր, 5 շաբթի արդեն բոլորին զանգել են։ Բոլորն իմացել են, որ Կիրակի խփելու է։ Արցախի պաշտպանության համար, իմանալով, որ թուրքը հարձակվելու է, չի ասել տղերք, վեր կացեք, թուրքը գալիս է։ Սերժիկ, ձենանի այդ տղա։ Ես քո ժամանակ է այս փոխանցումներն եղել։ Քո ժամանակ։ 18 թվականից սկսած մինչև մայիս դու ես ղեկավար։ Իսկ դրանից առաջ այս 211 միլիոնը փոխանցվել է հունվար, փետրվար, մարտ ամիսներին հեղափոխության համար։ Շակերտավոր եմ ասում հեղափոխության համար, որ այդքան մարդ անեին փողոց, բաժանեին փողերը։ Իսկ մինչև 18 թիվը 17 միլիոն է եղել դրանց կուսակցությունը պահելու համար ինչքան։ Իսկ Գառնիկ Իսագուլյանն ասում է, որ դրանից բացի այդ լակոտները մեշոկներով էին, դոլարները բերում Վրաստանից, Թիֆլիսից։ Քո KGB-ի աշխատողներն են ասում։ Սերժիկ, բան չունես դու ասելու։ Սերժի համար աշխատողներ, դուք բան չունեք ասելու։ Ինչ եք զարմանում, որ իմ համար դուք բոլորը նույնն եք։ Ինչ անեք այսօր դուք չեք վարչապետի թողնում, նշանակում է դուք պատասխանատու չեք այս ամեն ինչի համար։ Այս բոլոր փոխանցումները նախապատրաստական ամբողջ շրջանը եղել է ձեր տիրապետության, ձեր աչալուրջ հսկողության տակ։ Ձենան։ Բա, Սերժիկ, այս հարցերը դու պիտի պատասխանես այս հարցերին։ Սերժիկ ասեցին միտս ընկավ։ Այդ սանել լսենք։ Հանդիսացել նախորդ իր ասածը։ Լսենք էլ սա։ Նաև իր պատասխանի մեջ նշել է, որ այդտեղ չկա հանցակազմ։ 4 տարի, 5 տարի ուր էին։ Բայց հետո կրկնել են, չէ՞, իր ասածը։ Այդ չի հիմք հանդիսացել, հիմքը հանդիսացել նախորդ իր ասածը։ Դուք ճանաչում եք, չէ՞, սրա Ժորժ ջան, չեմ ուզում արդեն անիմաստ եմ համարում իր տեքստերը լսել։ Ուրիշ բան եմ ուզում հարցնել։ Այսօր ասում եմ սրիկայություն է ես եւ Սրբազանը երկրի թշնամիներ չենք։ Ինքն ասում է, որ ինքն ու Սրբազանը երկրի թշնամիներ չենք։ Ահաբեկիչներ մի ստեղծեք։ Մենք ավտոբուսին չի պետք է այրենք։ Իհարկե դուք Նիկոլի ամենակարևոր, ամենահուսալի աջակիցներն եք։ Նիկոլը գիտի, որ դուք թշնամիներ չեք։ Սրբազանը չի ենթարկվում, դրա համար էլ ընդդեմ է։ Ինչը դու ընդեղ չես։ Ոչ թե նամար, որ դու պատգամավոր ես, այլ որ դու հենց պետք ես իրան որպես պատգամավոր։ Հիմա նորից հարցս բոլոր Քոչարյանի եւ Սերժիկ Սարգսյանի համար աշխատողներին։ Երբ են ձեր մանդատները վայրդնում։
Այսօր մեկ ինձ փորձում են ապացուցել ChatGPT-ով, որ ChatGPT-ն ասում է հայաստական բանականությունը, որ եթե սրանք բոլորը բայ դնեն, իշխանությունը կմնա մենակ, բայց չի լուծարվում խորհրդարանը։ Կատարյալ սուտ եւ սխալ տեղեկություն։ Գոյություն ունի խորհրդարան միայն այն ժամանակ, երբ որ կա այնտեղ ընդդիմություն եւ իշխանություն։ Եվ առնվազն ինչ որ լիմիտ, շեմ, եթե դրանից ներքև է, ինքը օրինական պարլամենտ չի, կարծեմ 100-ն է։ Եթե նույնիսկ հիմա 7-8 հոգի դուրս գան, եւ դրանց տեղը ոչ մեկ չգա, այսինքն Սերժ Սարգսյանի խմբակցությունը դուրս գա, արդեն խնդրեմ է։ Այն չեմ ասում, եթե Սերժ Սարգսյանի խմբակցության հետ բոլոր թթվի քարերը դուրս գան ընդերից, Քոչարյան Ռոբերտի հետ, ո՞րի դուրս գան, որպես խմբակցություններ։ Խմբակցություն ոչ թե սրան փոխարենեն ուրիշ թթվի քարով, հասկացեք։ Դա կոչվում է խորհրդարանական ճգնաժամ։ Չի կարող իշխանություն լինել, պարլամենտում լինել մենակ իշխող ուժը։ Դա բացառվում է, դա արդեն իշխանություն չի։ Դրա ոչ մի ընդունած օրենք արդեն լեգիտիմություն եւ ուժ չունի։ Հիմա քեզ հարց, այդ տղա։ Երկար եք այդտեղ նստելու։ Եվ դուք բոլորդ։ Իսկ հաշվի առնելով, որ այս ամեն ինչը եղել է նախապատրաստական շրջանում, ձեր աչալուրջ հսկողության եւ աջակցության ներքո, պատասխանը միանշանակ գալիս ընկնում է տեղը, թե դուք միջև հիմա ինչ եք վերընկած պարլամենտում։ Հարցեր կան։ Դուք արդեն 6 ամիս է մարդկանց սկթեից բռնած, 6 ամիս շատ ասեցի, 4 ամիս հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր։ 4 ամիսը իբր բան եք ուզում անեք այնտեղ, impeachment։ Դուք ցես ձգել եք միջև վերջին օրը։ Ես էլ այդ մարդկանց համար եմ ասում, որ դեռ հույսեր է կապում սրանց հետ, որ սրանք ինչ-որ process են անելու։ Չէ, ժողովուրդ ջան, չեն անելու։ Իրանք նույն թեմի տարբեր մասերն են։ Այս նույն թեմի, այս բալիկի երեխայի սեռական օրգանը, իրանք նույն հետ, նույն բանը, նույն թեմի անդամ են, որ ասում է բարձր աշխատավարձներն են ազդել էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Սա ասում է մի մարդ, որ աշխատավարձը 5.2 միլիոն է։ Պատկերացնում եք։ Զտարյուն, ման, կպեական։ Հիմա հարց։ Ինչ ասնելու եք։ Կրճատելու եք այդ աշխատավարձերը։ Հա։ Դու ես որ 5.2 միլիոն ստանաս, ինչ է։ Հրաժարվելու ես 5.2 միլիոնի։ Որ քաղաքացին քիչ մուծի։ Կանխելու եք էլեկտրականության կորուստը։ Հա։ Գալը 3-4-5 դրամով հեկերից առնում են հոսանքը, 50 դրամա ինչքան վաճառում են։ Վերացնելու եք դա։ Հարց քեզ, տես հայացքով ես մի նայի։ Անելու եք։ Իհարկե չէ։ Ձեզ դուք աշխատավարձից հրաժարվող եք արա։ Դուք պատերազմի ժամանակ աշխարհը փող էր հավաքում։ Դուք այդ ընթացքում նոր օրենք եք ընդունում ձեր պատգերավճարների գումարը բարձրացնելու համար մյուս տարի։ Դուք փողից հրաժարվող եք, այ պիղծեր եւ բոլոր նրանք, ովքեր սրանց աջակցում են։ Խոսքը նաեւ ձեզ ավելաբերում։ Լսենք Արամ Աբրահամյանին։ Ես հիմա ձեզ կներկայացնեմ երկու հոգեբուժական դեպք առանց ասելու թե ում մասին է խոսքը։ Պատկերացրեք պետության ոմն ղեկավարի, որը դուխով մտնում է պատերազմի մեջ, վստահ լինելով, որ հաղթելու է։ Սպառնում է, սադրում է, հոխորտում է, գրգռում է հակառակորդին։ Այնուհետև պարտվում է, բայց պարտվելուց հետո գալիս է այն եզրակացության, որ իր պարտությունը ոչ թե իր ապաշնորհության կամ սխալ հաշվարկի հետևանք է, այլ դա շատ խորամանկ ծրագիր էր, որով նա հատուկ երկիրը տարավ պարտության, որպեսզի երկիրը դառնա ավելի անկախ։ Դա հոգեբանության մեջ կոչվում է ռացիոնալացում, այսինքն երբ որ ուզում են ասել հոգեբանության մեջ, հոգեվորություն ասած։ Սա մարդը ինքնախապեյությամբ է զբաղվում եւ իր անհաջողությունները փորձում է հետին թվով արդարացնել, վստահ լինելով, որ դա է ճիշտը։ Եվ երկրորդը, ես կենթարկեցնեմ եկեղեցին Հիսուս Քրիստոսին, այսինքն մարդը վստահ է, որ ինքը այնքան մտերիմ է Աստծո հետ, որ կարող է կարգավորել Քրիստոսի եւ 1700-ամյա եկեղեցու հարաբերությունները։ Դա հոգեբանության մեջ կոչվում է մեծամոլության զառանցանքային գաղափարներ կամ մեսիականության զառանցանք։ Դուք ինքներդ կրահեք, թե ում մասին է խոսքը։ Եվ վերջից սկսեմ։
Պարոն Աբրահամյան, դա մեծամտություն չի, ուղղակի սատանու գործը, չարքի գործը միշտ եղել է ավելի շատ իշխանություն ձեռք բերել երկրի վրա, քան իրեն դա տրված է։ Կոնկուրենցիա է։ Սա է իր նպատակը, ոչ թե սա մեծամտության արդյունքը, չէ, ինքը իր ուղղակի իրականացնում է իր սատանայական գործունեությունը։ Դա ներն է։ Ները, որը կոչված է քանդելու, պրծելու, սպանելու, ուրանալու, սա ներգործունեությունն է, որը պլանավորված է, եւ սա մեծամտության արդյունք չի բոլորին։ Դուք շատ մեղմացնում եք, էլի մեծամտությունը բանը մեղք է, հա, բայց դիտավորություն չունի մեջ։ Առաջի դեպքով ինչ կասեի, որ սա ոչ թե շիզոֆրենիկ խնդիրների արկայությունն է, որ պատերազմի պարտությունը վերածում է իր համար ձեռքբերման, ոչ։ Ամեն ինչ պլանավորված է եղել ի սկզբանե եւ դրա մասին ինքը բարձ ասեց, որ դեռ 18 թվականից ինքը որոշել էր, որ պետք է Արցախը լինի Ադրբեջան։ Այնպես որ այստեղ հոգեբանական ոչ մի շեղումի մասին խոսք չկա։ Ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ նա առողջ չի հոգեբանորեն, որտեղ ոչ մի հոգեբանորեն առողջ մարդ այսքան մեծ հանցագործություններ, այսքան համակարգային, սեյական սպանություններ, ցեղասպանություն սեփական ժողովրդի երկրի նկատմամբ չեն անի։ Այ դա անելու համար պետք է ունենալ այդ հոգեկան շեղումը։ Բայց եթե գանք առաջի թեմայի, որ ես ասեցի, նա պիղծն է, նա ներն է։ Ստեղ հոգեկան շեղումի խնդիր չկա, դա ների գործն է։ Մի կողմից քանդել եկեղեցին, հավատամքը, սրբությունները, մյուս կողմից որքան հնարավոր է մարդ սպանել դրան հասնելու համար։ Բացատրությունս սա է։ Ես չեմ մերժում ձեր բացատրությունը, հա, դա իրավունք ունեն լինելու, բայց ես ունեմ այլ բացատրություն։ Այս ների էությունից է նաև, երբ որ ինքը բաց հայտարարում է, որ ինքը չի վիրավորվում, երբ որ իրեն թուրք են ասում։ Չի վիրավորվում։ Բայց երբ որ ասում են կապիտուլյանտ, այդ ները իր մազերը չեղած մազեր ուներ պոկեր, բայց թուրք ասելուց չի նեղվում, որովհետև ինքը հենց դա է։ Իսկ գիտեք ինչ է նշանակում թուրք։ Թուրքը Օսմանյան կայսրության տարածաշրջանում եղել է վիրավորանք, այսինքն ամենաստոր, ամենակեղտոտ շերտին կոչել են թուրք։ Հիմա լսենք դրա մասնագիտական բացատրությունը, ոչ մտածեք, ես դա ինձանից ուղղակի հորինում եմ։ В Османской империи слово турок не то, что было непопулярно, это было оскорбление. Եվ այսպես մեծ թուրքահայր ընկերների համար եմ թարգմանում, որ Օսմանյան կայսրությունում դա եղել է թուրք, դա եղել է վիրավորանք։ Даже среди самих османов. Дело в том, նույնիսկ Օսմանների շրջանում է եղել դա, միջավայրում է դա եղել վիրավորանք։ что турки не любили называть себя турками, потому Որովհետև թուրքերը չեն սիրում իրենց թուրքին։ что они называли себя османами. Իրանք իրենց էլիտան կոչում են Օսման։ Потому что Османская империя, да, то есть потомки Османа Гази и так далее. Որպես Օսման գազի բան հետևորդներ չէ, սելուններ, ոչ թե թուրք, ոչ թե սելջուկ, կեղտոտ ինչ որ մի հատ թափառական, որը սպանելով էս կողմենքում իր ապրուսն է ծեղվել, այլ չէ ինքը Օսման գազի ժառանգն է, ինքը արիստոկրատ է։ Թուրքը եղել է կեղտոտ տակը, են չէին եղել, կեղտը, հատակը, որից Փաշինյան Նիկոլը չի նեղվում, ոչ թե նրա համար, որ ինքը դրա մասին չգիտի, այլ ինքը հենց դա է, դրա համար չի նեղվում։ Ցանկացած նորմալ բարոյական մարդուն ասես թուրք, ոնց կարող է նեղվի։ Слово «турк» в Османской империи больше ассоциировалось с кочевыми племенами Средней Азии. То есть они как-то отказывались от того факта, что они сами потомки кочевников, да, сельджуков, и назвали себя Османлы. И турк вообще было в Османской империи оскорблением. То есть турк, ну, который османец, турка мог назвать типа тюрк, в плане какой ты невежда, там, безграмотный, кочевник, там, неграмотный. Да, օգտագործել են զդվելի բան, անգրագետ, քոչվոր, այս նշանակությունն է ունեցել թուրք բառը, հենց թուրքական Օսմանյան կայսրությունում ամբողջ, որից Փաշինյան Նիկոլը դիսկոմֆորտ չի զգում։ Ինչու՞, որտեղ դա իր էությունն է։
Նույնիսկ եթե մի հայ ասես վրացի, կարող ներվի։ Չէ՞ վրացին էլ բան չի, չէ՞, բայց ինքը վրացի չի։ Վստահ եղեք, գերմանացուն ասես դու ֆրանսիացի ինքը կներանա քեզանից։ Ոչ թե ֆրանսիացին վատ բան է, այլ ինքը ֆրանսիացի չի։ Բայց սրան ասում ես թուրք, ասում ես չեմ ներվում։ Իսկ կապիտուլյատ մի ասեք, ինչ ուզում եք ասեք։ Թուրքին համաձայն է։ Ինչի՞, որովհետև իր ների թուրքական բնությունն է։ Ասեք, այդ բնությունը չունենար, նա այսքան բան չէր կարող իրականացնել մեր բոլորի գլխին։ Չէր կարող։ Լսենք սա։ Пока в Ереване спорят, стоит ли Арарату красоваться на визовых штампах, в Баку решают совсем другие задачи. Азербайджанские грузовые самолеты из флота сил Квей курсируют между Израилем, Сербией, Чехией и Китаем, привозя все, от самоходных артиллерийских установок до боеприпасов. Там реальные поставки оружия, здесь символические уступки соседям. И вот главный вопрос. Чем оборачивается для Армении такая асимметрия? Одни зачищают символы собственной идентичности, а другие укрепляют свои армии. В итоге получается, что кто-то готовится к новым войнам, а кто-то к новым уступкам. Այս տեսանյութի մասին էր, որ միջև Հայաստանում խոսում են կնիքի վրա արարած լինի թե չլինի, Ադրբեջանը բոլոր տեղերից զենք ավելում, Իսրայելից սկսած։ Ինքը պատրաստում է պատերազմի։ Մինչ Հայաստանը խոսում է շտամպի մասին, Ադրբեջանը ռեալ ինքը պատերազմի է պատրաստվում։ Հիմա ես Նիկոլի Սազանդարներին եւ պոտենցիալ են անառակներին, որ պատրաստում են Փաշինյան Նիկոլ պաշտպանել եւ քարոզել մոտակա ընտրությունների ժամանակ։ Ձեզ լուրջ թվում է, որ հրթիռներն եկավ Հայաստանի վրա։ Ինքը հատուկ ընտրությամբ է գալու։ Ինքը պետք է նայի այս անառակի ծնունդը ծառայել է Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի հաղթանակին, թե չէ։ Լուրջ։ Դուք մտածում եք, դուք առանձին կաստա եք եւ ձեզ պետք է պահեն լուսնի վրա եւ Հայաստանում ձեզ ոչ մի բան չի լինելու։ Դա ինչքան մարդ պետք է անուղեղ լինի, որ չհասկանա, որ օրվա լափի դիմաց ապագան ծախելը մի քիչ անհեռանկար քայլ է։ Մի քիչ հիմարություն է, եթե չասեմ հանցագործություն։ Ոչ միայն քո դեմ։ Դու էլ գրողի ծոցը, բայց ժողովուրդը, բայց սերունդները։ Шоковая информация из Гренландии. Кумурн, доброе утро на гренландском языке. Жестяная жесть. Оказывается, в 1960-х годах проводили насильственную контрацепцию гренландок. Цитата. От имени Дании я хочу извиниться перед женщинами, с которыми несправедливо обошлись и которых систематически дискриминировали. Этот случай остается открытой раной в гренландском обществе, сказала датский премьер-министр Метте Фредериксон. Вместе с ней извинения принес также глава правительства Гренландии Йенс Фредерик Нильсен. Нельзя изменить то, что произошло, но можно взять на себя ответственность, говорится в совместном заявлении политиков. В 1960-70-х власти Дании инициировали кампанию, в рамках которой как минимум 4500 голландских девочек без их ведома и согласия установили внутриматочные спирали. С помощью насильственной контрацепции Копенгаген хотел предотвратить быстрый рост населения Гренландии. В результате многие женщины получили серьезные проблемы со здоровьем, вплоть до бесплодия. Պատկասեցիք ինչ են արել դանիացի Գրենլանդիայում։ Ես պետք է ասեմ, Գրենլանդիան պատկանում է Դանիային։ Սա նույնն է, ինչ որ Հայաստանում փորձեցին անել։ Եվ մի որոշ շրջանում էին։ Հիշում եք, աղջիկների պարտադրում էին ինչ որ պրոցեդուրաներ դպրոցում, ինչ որ որոշակի տարիքից, ինչ որ պրոցեդուրաներ պետք է լինել։ Ես հիմա մանրամասները չեմ հիշում։ Հետո եղավ խոսակցություն, որ արհեստական բեռնավորման համար Իսրայելից ստեղնահեղուկ են ներկրել։ Ինչ էր ասում ինքերը մեծ թուրքայերի համար են թարգմանում, որ Դանիան 1960-ական թվականներին պարտադիր ստերջացրել է փաստորեն Դանիայի կանանց, կին երիտասարդ աղջիկներին 4500 հոգու պարտադիր վիրահատության միջոցով զրկել է նրանց սերունդներ ունենալու հնարավորությունից։ Այսօր է դա բացահայտվում, որը բերել է մեծ սկանդալի։ Նման բան
Սերժ Սարգսյան, դա եղել է քո իշխանության ժամանակ։ Ճիվար ձենանի։ Դու ոչ միայն ստեղծել ես Փաշինյան Նիկոլ, այս ամեն ինչը դու իրականացել ես Հայաստանում։ Ուղղակի մեծ աղմուկ եւ բողոք առաջացավ։ Ես չգիտեմ դրանից հետո ինչ արդյունքներ եղավ, բայց Հայաստանում դա եղել է, ու եղել է դա քո իշխանության շրջանում։ Մենք որ ասում ենք Եվրոպան լավն է կամ վատն է, դա նանից չի, որ Եվրոպայում ամեն ինչ հարթ է եղել։ Դանիայում Սկանդինավիայի երկրներում 40-50-ական թվականներին ավելի վատ բաներ են եղել։ Այնտեղ նույնիսկ կիսաառողջ երեխաներից սպանում էին։ Սոսկում են մահանում են, որ իրանց սերունդը առողջ մեծանա։ Բայց հետո, ինչպես հիմա, հետ են նայում, վերականգնում են, խոստովանում են սխալը, ներողություն են խնդրում, ասում են առատ։ Սրանով է տարբերվում եվրոպական մշակույթը մեր այս հետսովետական շրջանի մշակույթից։ Այսինքն ոչ թե նրանք ոչ մի բան չեն արել, չէ, ուղղակի այդ հասարակությունը որ բացահայտում է մի բան, դա կարողանում են խոստովանել, ներողություն խնդրել, վնասների փոխհատուցում տալ ու գնալ առաջ։ Ասում մենք չենք կարող անցածը փոխել, բայց կարող ենք պատասխանատվություն վերցնել։ Մեր ամբողջ շրջանում այդ սովետական ոչ մի բանի համար պատասխանատվություն չի եղել։ Ոչ Չեռնոբիլի, ոչ Հայաստանի երկրաշարժի, արհեստական երկրաշարժի, ոչ այս կանանց եւ երեխաների ստեղծման, ոչ իսրայելական սերնահեղուկի օգտագործման, ոչ մի բան։ Մենք տենց այնքան բաներ ունենք։ Ոչ կովիդի այդ դոկտոր Մահա ինչքան բաց սպանեց Հայաստանում։ Առողջ։ Այս անով տարբերվում արևմտյան մշակույթը այդ սովետական մշակույթից։ Նաև սրանով այս օրերին գիտեք ինչ էր բացահայտվում։ Խայտարակ շատ ամեն ինչ կտրուկ փոփոխություններ է ենթարկվելու։ Մատնայք էս տեսանյութը։ Ship, but a hit job. What if I told you the Titanic wasn't just a sinking ship, but a hit job? There were 3 billionaires on that ship: John Jacob Astor IV, Benjamin Guggenheim, and Isidor Straus. All 3 of them, so powerful and rich, didn't support the creation of the U.S. Federal Reserve. That's the private bank system we live under today. Then what happened? None of them made it out alive. But J.P. Morgan, the man who helped create the Federal Reserve, he paid for the Titanic. He had a ticket, a private suite, luggage packed, but at the last minute, he didn't go. No real reason. He just stayed home. He lived. They died. And 1 year later, the Federal Reserve Act was passed. Coincidence? Now, here's the twist. Some say the ship that sank wasn't even the Titanic. It was her sister ship, the Olympic, an older, damaged ship. They say it was swapped out for insurance money. And the shipwreck found at the bottom, some of the details don't match the Titanic's design. So, what if the sinking wasn't an accident? What if... Սա նույնը ինչ որ եղավ սեպտեմբերի 11-ին այդ երկվորյակ շենքերի հետ։ Ինչի մասին է խոսքը։ Տիտանիկի հորտակման մասին։ Այնքան փաստեր են այս օրերին դուրս գալու։ JP Morgan-ի մասին, ովքեր ստեղծեցին Ֆեդերալ բանկը, ինչու, ոնց, ովքեր են դեմում, ոնց սպանեցին։ Նույն պատմությունն է։ Ինչպես երկվորյակների պարագայում, ինչպես էլ Տիտանիկի պարագայում, որը Տիտանիկը պատկանում էր JP Morgan-ին։ Պատկերացնում եք։ Ու նման մեկ եւս նավ կար, որը կոչվում էր Օլիմպիկ։ Եվ Տիտանիկի փոխարեն ուղարկվեց Օլիմպիկը, որի վրա գտնվում էին 3 խոշորագույն բանկիրները, որոնք դեմ էին, որ աշխարհի խոշոր բանկիրները վերցնեն ամբողջ Ֆեդերալ ռեզերվը, այսինքն Ամերիկայի բանկերը չեն պատկանում պետությանը։ Ամերիկայի կենտրոնական բանկը չի պատկանում Ամերիկային։ Ամերիկայի փողը Ամերիկան չի տպում։ Դրանք պատկանում են հրեա բանկերներին, որոնցից մեկը JP Morgan-ն է։ Իսկ այս 3 բանկերը, որ իրանք այդ նավի վրա էին, դրանք դեմ էին այդ process-ին։ JP Morgan-ն էլ պետք է լիներ այս նավի վրա ուղևորվող դեպի Ամերիկա։ Վերջի վայրկյանին նա ասում է ես չեմ գնում։ Եվ շատ պատահական ամենաբարձր արագության տակ, որտեղ ոչ մի իմաստ չկար, մեկ
Երկրորդը այդ շրջանում սառուցաբեկորները շատ են լինում եւ բոլորը հասկանում են, որ պետքա ժամանակ ունենալ կանգնելու համար, մանավանդ գիշերը եւ չի կարելի արագ գնալ, այսինքն ամեն ինչ բերել են նա, որ անպայման խփվեր եւ խորտակվեր այդ նավը, որի վրա 3 կարևոր մարդ կա, որ պետքա սպանվեին, հենց այդտեղ։ Նույն ձևի եւ ամենակարևորը, ինչու Տիտանիկը անվան տակ, որովհետեւ Տիտանիկի վրա ամենաբարձր ապահովագրությունն էր։ Բայց Տիտանիկը չէ, Տիտանիկը մնաց, դրա փոխարեն գնաց Օլիմպիկը։ Հին նավ, այն ինչ որ եղավ, հին նավի դիմաց ստացան ամենաշատ ապահովագրությունը։ Նույնը ոնց որ սեպտեմբերի 11-ին, նույնն էլի հրեա տեղը, իմանալով որ դա լինելու է, բնականաբար 1 ամիս առաջ սարսափելի մեծ ապահովագրություն ա վերցնում դրանց համար, 2 շենքերի համար, որ անպայման փլվելու համար դա լինելու։ Ու այդ օրն էլ առավոտ գործի չի գալի, ինչպես բոլոր աշխատող հրեաները, որոնք հատ զանգ եւ email էին ստացել։ Դրանից մի քանիսի ես նույնիսկ ճանաչում եմ։ Իրանք ասում են, այո, մեզ զգուշացել, ասել են դուրս գործ մի եկեք, գործ չկա։ Եվ այսպես խփեցին, պայթասեցին, փողը ստացան, հարցը լուծվավ, ուզում եք Իրաքի գրավելու, ուզում եք Աֆղանստան մտնելու, ուզում եք Լիբիա մտնելու, մի խոսքով բոլոր հարցերը Մոսադը այդ ձևով լուծեց։ Ու այս վիդեոները, այս տեղեկատվությունները հիմա առավել քան ակտիվ դուրս են գալիս ջրերից ինչի համար, որ ապացուցեն, որ ֆեդերալ ռեզերվից սկսած միջև Ամերիկայի Միացյալ ազգային անվտանգությունը FBI, CIA բոլորը իրար գտնվում են Իսրայելի ղեկավարության տակ։ Եվ այս բոլոր հանցագործությունները, որ կատարվել են մարդկության հանդեպ, կատարվել են հենց այդ նպատակով։ Այն աստիճան, որ Նետանյահուն արդեն վախենում է օդանավով անցնել այն տարածքների վրայով, Եվրոպայի օդային տարածքով, որտեղ ինքը ճանաչված է ռազմական հանցագործ։ Գիտեք ինչի՞, որովհետև այդ երկրների օդային պաշտպանությունները, այսինքն օդային նավատորմը կարող է պարտադրի իրեն այդ տարածքը հատելու ժամանակ իջնել եւ ձերբակալել իրեն։ Այո, եկավ այն օրը, երբ որ Իսրայելի նախագահ արդեն Եվրոպայի տարածք նույնիսկ օդով չի կարող մտնել։ Սա Իտալիան է։ Իտալիան է երկիրը, որտեղ Մելոնին որոշեց խաբի ժողովրդին եւ չճանաչեց Իսրայելի անկախությունը։ Ամենը, սա արդեն երրորդ օրն է։ Երրորդ օրն է այդ երկրում այս վիճակն է։ Ոչ մի վարչապետ չի կարող մնալ իշխանության այս պարագայում։ Ժողովուրդ, հիշում եք երեք ցույց տվեցի, որ արդեն սենատորների երեխաներն են բացահայտում իրենց ծնողների դավաճանությունը։ Հա, ասում են, սա չի կարելի։ Ու սա սպասում է նաև Հայաստանին։ Հայաստանի այս կեղտոտ ղեկավարների շերտ այդ երեխեքը ուրիշ ձև են մեծանում։ Ես կարճ ուզում եմ սա ասեմ։ Մանավանդ դրանք որ դասյակությունից մի շատ բան չեն հասկանում դրանք, հա։ Դրանց օրը ոնց է ասնում։ Սաունաներում, ուտել խմելու մեջ, ընտանիքներից հեռու, իրանց սիրուների հետ, հա, դրանք ինչ գործ ունեն իրանց երեխեքի հետ։ Հիմնականում դրանց երեխաները մեծանում են լավ կյանքով, ոչ մի խնդիր չունեն, քաղաքականությունով չեն զբաղվում, բայց իրանց ծնողների հետ կապ չունեն հիմնականում։ Երեխաները, այդ երիտասարդները մեծանում են իրար մեջ, իրարից ավելի տեղյակ են, քան իրանց ծնողներից։ Իրարից աշխարհի այսօր ինչ կատարվում է, հիմա իրանք ավելի տեղյակ են, քան Հայաստանի քաղաքականությունից։ Եկեք ինչի։ Դեռ Հայաստանի քաղաքականության մասին TikTok-ում, Instagram-ում քիչ ինֆորմացիա կա։ Բայց մի օր այս անկախ մեծացող սերունդը, ինչպես հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, սուրպրայզանում իր նացիստ ծնողներին, սիոնիստ, Հայաստանում էլ անելու։ Ասես ինչ ես անում։ Դու ես ինչ ես անում, ես համաձայն չեմ սրա հետ։ Սա ճիշտ չի, սա արդար չի, սա մարդկային չի, սա բարոյական չի։ Դուք պատրաստվեք, ձեր երեխաները ձեզ պատժելու են։ Այդ օրը գալու է։ Հիմա լսենք այս տեսանյութը։ Israeli embassy staff have been evacuated from Athens as protests erupt against Israel's presence in Greece. Աթենքից Իսրայելի դեսպանատունը էվակուացիա են անում, որովհետև Աթենքի ժողովուրդը դեմ է, որ Իսրայելի
ներկայացություն լինի այդտեղ։ Իսկ գոյ են դառնել, ես ասում, աշխարհը մնալու է երկու հատ երկիր, Ամերիկան ու Իսրայելը, որ իհաց շփվում են։ Այսինքն Իսրայելի կողքը մնալու է միակ Ամերիկա, որը բավական չի իր գոյության համար, որտեղ Ամերիկայում էլ հարցը, Ամերիկան դրան շարունակի կարողանա այս տեմպով պաշտպանել, թե չէ։ Որովհետև այդ սենատորները, որոնց երեխեքն են արդեն գնում, որ իմ հերը դավաճանա։ Իմ հերը ծառայում կաշառքավերցուն Նետանյահուից իր հանցագործությունները արդարացնելու համար։ Վստահ եղեք, էսի վիրուսի նման շարունակվելու է։ Սա նայեք, այս նույն սերիայից է։ 125-foot wide, 44-foot tall plane through this obstacle course. The aircraft, before striking the Pentagon, reportedly executed a 270-degree downward spiral, and yet Hani Hanyour was known as a terrible pilot who could not safely fly even a small plane. No seats, no luggage, no bodies. Nothing but bricks and limestone. The official explanation is that the Սա են բանն է, որ ասում են իբր Պենտագոնին էլ չէ խփել ինքնաթիռ։ Ասում են ոչ նստարաններ կար, ոչ մարմիններ գտնվեց, ոչ էլ ճամպրուկներ։ Չկա այդ ինքնաթիռներ չկա։ Ոչ մի բան չեն գտել։ Պայթյունը կա, ինքնաթիռ չկա։ Ոչ մի կամերա, պատկերացնում եք հսկայական օդանավի իբր գալիս է խփի Պենտագոնի, որ վնաստ է այդքա, ինքնաթիռը չկա։ Կամերաները չեն ֆիքսել։ Այս ամեն ինչը դուրս է գալիս։ Այս ամեն ինչը բերելու է քաղաքացիական պատերազմի, եթե բանա Թրամփը շարունակեց պաշտպանել բանի։ Այս նույն սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մասին է խոսքը։ Պատկերացնում եք Պենտագոնն պայթացել, ասել են այս ինքնաթիռը եկավ խփեց, բայց ինքնաթիռը չկա։ Ասում են, բա ուր է ինքնաթիռի հետքերը։ Երկու մեծ Rolls-Royce-ի շարժիչներ ուր է։ Ասում են, բանա, այնքան տաք է հալվել է, չկա, ցնդրել է։ Ասում են, այդպես բան չի կարա լինի։ Ինքնաթիռի շարժիչները, որոնք տիտանից է, դա չի կարող այդքան տաքանալ, այդպես տաքություն չկա, որ տիտանից շարժիչները, հա, խփվելուց փոշիանա։ Այս բոլորը գալիս է ապացուցելու։ Բոլոր այս փաստերը ապացուցում են, որ այն ինչ որ կատարվել աշխարհում Ամերիկայի հետ, Տիտանիկի հետ եւ այլն, sense գնալու է վիրուսի նման։ Բոլորը կազմակերպված է մեկ տեղից ու դա բոլորը կազմակերպված հանցագործություններ են դրանք։ Սա էլ էս վերջի էս Չարլի Քիրքի սպանության մասին էս բաններն են։ Robinson didn't kill Charlie Kirk. Charlie Kirk's Israeli security detail killed Charlie Kirk. That is the explosion from Charlie Kirk's lap. Պայթյունը զգացիք, մարմինը բարձրացավ վերև, ու վզի կողքից ինչ-որ բան է դուրս գալի։ Որովհետև միկրոֆոնն է ստեղ դրած։ Տեսնում եք վզի մոտ էս միկրոֆոնը։ Էս մյուս կողմից փամփուշտը դուրս է գալիս։ Մեզ ցույց են տալի միշտ էս մի կողմը, իբր վզից են խփել։ Բայց էս պայթյունը մարմինը բարձրացնում է վերև։ Security detail killed Charlie Kirk. That is the explosion from Charlie Kirk's lavalier lapel mic. Want to see it again? Bring it in closer. Remember when we told you that that was absolutely an exit wound? Yeah, it is. Check the trajectory of the round that was deployed from that lavalier lapel mic. That went directly from Charlie Kirk's lapel. That went directly from underneath Charlie Kirk's white t-shirt up through his neck and created the exit wound that we told you was an exit wound immediately when we saw that exit wound. First we had exploding pagers, now we have exploding mics. Do you remember? Հիմա ասում եմ, ունենք պայթող pager-ներ, հիմա ունենք պայթող միկրոֆոններ։ Միկրոֆոնն է խփել։ Vector analysis from John Bray, that proves that all of the activity came from the mic that Charlie Kirk was wearing. Remember the palm gun guy in the brown shirt, that shadowy looking guy with the sunglasses? Yeah, he pushes the detonator. Clear as day. Great. Խփումը մտնում է ներքև։ Սա վերջը չի։ Charlie's right side of his neck and out the left side, creating the exit wound.
Միասնեմ նայեք, այս բան հասնում են իրան, սրանք էլ են ընդեղի մասնակիցներից։ Արագի մեջ բան են փոխանակվում That իրար might հետ։ just look like the chaos that you would expect after someone was publicly executed in broad daylight in front of 3,000 people. But in no way did that trigger man, that assassin, the handoff of this remote detonator. Նայեք, նայեք։ Ինչու մի բան է վերցնում ու դնում է գրպանը, դրեց գրպանը, մի բան է փոխանցում է մյուսին։ Մի խոսքով, սա էլ հերթական սպանությունն է, որովհետև այդ 22 տարեկան տղեն այդ դիստանցիայի վրա կյանքում որ մեկը չի կրակել։ Չէ՞ կարող է ճշտությամբ վզի խփել։ Սովորաբար մեկին որ խփում են, նեցեն կամ գլխից, կամ ասեն կրծքավանդակից, հա, որտեղ հնարավորություն ավելի մեծ է կապել։ Կողքից վզին։ Միջներ դա դուրս եկած փամփուշտի տեղն է։ Ստերից խփել, անդերից դուրս է եկել։ Ոդկասից հենց նույն բանի տակ։ Ինչպես պեյջերներն են պայթացում, հիմա ինձերի միկրոֆոնները կարող են պայթացնել։ Դժվար ու վտանգավոր ժամանակներ են կապում, շատ, բայց նայենք սա։ Սա Արցախի պայթյունն է, են դուրս գալու ժամանակ մարդկանց որ պայթեցեցին։ Ես հիշում, երկուս ասում հիշում, պոնտ, մինը էդ վեր տարակալամունք ընգնգալ միննել տիվեր, ես արդեն պատվալում էդ միած անտանելի միատ նորից էլի վզրիվալ է։ Որոշ մարդկանց գցել է երկինքը, չձախ շախ շպրտել է մարդկանց։ Տարբեր մարդու տարբեր դեր է շպրտել։ Մարկա չի վարել, ընգել է գետին, քարը ընկպել է, մաղացել։ Երեկոյան հրամարվեցի 7-ի կողմերը։ Սամվել Շամուրազյան, Շահրամյանյան։ Դու եթե միջև ամսի 1-ը հունվարի ժամանակ ունեի դուրս գալու, չէ ժողովրդին սենց ճիպոտով, պարտաձելով, առանց կազմակերպելու, տեխնիկան հանձնելով, տեխնիկան փաստացի բեռնատարերը հանձնելով դուրքին, որոնք կարող էին մարդիկ օգտագործել ընտանիք տեղափոխելու, ընտանի անասուն փոխելու կամ ասենք տեղափոխելու, ինչու մի բան, դու քո տրանսպորտը հանձնեցիր ես մարդկանց ճիպոտով ուղղակի, սենց խուճապի մեջ, առանց կազմակերպել, պարզվեց դու բենզին էլ ունես, ադրբեջանցիներն էլ բենզինը բերեցին, տվեցին քեզ, պաչուցիկներն էլ դրեցին տակը, ասեցին բենզին կան դե գնացեք բոլորը կանեստներ վերցեցին գնաց։ Դու էլ ԱԱՑ աշխատող։ ԱԱՑ աշխատող Սամվել Շահրամանյանը, այդ պահին, որը նախագահի պաշտոնակատար էր, իր թշնամին բերում ասում է Սամվել ջան, այս ցիստերները վերցրա, արագ դուրս եկեք։ Տար ժողովրդին էլ ասա թողան վերցնի։ Բա կոմոդկով չանցավ էդ ինչի համար։ Էդի եթե էլ թուրքերն են արել։ Հա էդի այն վերցնենք այն տարբերակը, որ դա արել ես ոչ թե դու, հա, այլ արել են թուրքերը։ Այդ երկրի նախագահը պարտականությունները այդ պահի հաշվապահ չէր իրականացնում։ Իրականացնում էր ամբողջ կյանքը անվտանգության ծառայության մեջ գտնվող մարդը։ Դու Արցախի նախագահի անվտանգության պետեսեր է, ԱԱՑ պետեսեր է, Ռուսաստանում սովորած տղա։ Դու չէիր պատկերացնում ինչ դիվերսիա ես դու անում։ Հա, ոչ միայն քո այս խուճապահար անկազմակերպ վռնդելը մարդկանց տաներից, այլ դա։ Նայ։ Դու հասկանում ես, չէ՞, որ ներում չկա ստեղ։ Այս քո վզովա։ Դու կազմակերպել ես, թե դու չես կազմակերպես, դու պարտավոր ես ամեն ինչ հաշվի առնել։ Դու փաստորեն թույլ ես տվել, որ թշնամին բերի ատոմային ռումբը դնի ինտեղ, տարածքում, քեզ էլ ասի ժողովրդին տար այնտեղ։ Դու էլ անում ես։ Ես ներում չկա։ Դու ոնց ուզում ես այս կոմենկոմ լացի, մենք հո հավ չենք, մենք լավ հիշողություն ունենք։ Չկա ներում։ Ինչպես ես մարդիկ ինչ չեն ներելու։ Մինակ ամբողջ օր, առավոտը սկսում
միջև գիշերը բրդնում է, ես անիծում եմ Նիկոլին։ Ինքն էլ պետք է մեր այդ ամեն ինչով անցնի, որ իմանա Արցախցու վիճակը։ Չնայած երևի իրա վրա չի լազնի։ Ճիշտ է, ես անձամբ ես ստեղ շիրիմ չունեմ, բայց բոլորը, ով որ այստեղ պարկացավ, մեր երեխեքն են։ Մի շաբաթ առաջ է եկել, ամսի 14-ին էլի ես ստեղ էի։ Մոտեցել եմ այդ սև։ Խոսքով, այս ինչ որ ասում է Նիկոլանից պես դուրս, սա մենակ Նիկոլը չի, բոլորը պետք է հասկանան։ Ինքը Նիկոլին գիտի։ Բայց Նիկոլը վաղը ձեզ բոլորի հետ ցուսմուկ է տալու։ Ասի, հələ մի վարք է։ Ոչ ես Արցախը այնտեղ նախագահ ուներ, ինքը էս պետք է աներ չի արել, դե պաշտպանության նախարար ուներ, էս ինքը պետք է աներ, ինքը չի արել։ Սա ամբողջ ինձ են ասում, ինքը ձեզ բոլորի վրա ցուսմուկ է տալու, հետնել գտնելու ապացույցները, թե որը ինչ է արել։ Այս մենք հասկանում ենք, որ ինքը գերագույն գլխավոր պատասխանատունը մեղավորն ու կազմակերպիչն է, բայց ինքը ասել է մի վարքան ես Երևանում նստած չէի կարող պայթեցնել անդեղի այդ ցիստերները բենզինով, ոնց նախագահ կար, անվտանգության պետ կար, ծառայություն կար, բան կար, զինվորականներ կային ի վերջո, հա։ Բայց խոտ էին ուտում։ Նենց որ էս տիկնոց ասածը, վայ Նիկոլ, այդ ստատկես ու թաղեն քեզ։ Էդի մենակ Նիկոլին չի վերաբերվում։ Դա ձեզ բոլորին է վերաբերվում։ Ու նորից, եթե մեկը կա Հայաստանում, որ մտածում է, որ այս ամեն ինչի իր հետ չէ կարող լիներ, թող էս տեսանյութը նայի։ Մեղա քեզ։ Հենց բան չի տեսել։ Լնչել եք տենալու։ Այս մարդը ով է չգիտեմ։ Չգիտեն էլ նույնիսկ ով է։ Հալո։ Մայ քեզ բան։ Այս մարդը ով է, ինչով է եկել, որտեղից է եկել, այդ պատեզներում ինչ էր տեղադրել, եւ դրան կարող է պայթի, որովհետեւ գիտեք պայթելուց առաջ չեն բերում, պայթուցիկը դնում, տանում տեղավորում են, ես պետք է այն ժամանակ են ակտիվացնում, այն մարդիկ, որոնք մտածում են, էսա իրանց մուտքում չի կարա լինի, իրա շենքը անձեռմխելի է սրանց համար, չէ, շատ իզուն եք այդպես մտածում, մեր պետությունը կներեք բարես համար պրախատնոյդ որա թուրքերի համար, բաց հա, բաց, բոլոր տեսակի դիվերսանտների համար սա կարող է, դու գիտեք դիվերսանտները կոտոշ են ունեն, որ ասեք, ահա սա գլխին կոտոշ կա, պոզեր ունի, ու սա դիվերսանտ է, եթե չունի դիվերսանտ չի, չէ, տասա դիվերսանտ, լավ պարապասպաս տասատ դիվերսանտ, Նիկոլի իր ամբողջ շքախմբով կարան հանեն օդ, Նիկոլի է, որ ամեն ինչով պատմասեց, ես զերով շրջապատված իբր մանա գալի, 10 հոգի, սենց կազմակերպեն, Նիկոլի իր շքախմբով կհանեն վերի Երուսաղեմ, մարդ չի մնա, 10 հոգով, սրանցից ամեն մեկը մի հատ ամբողջ շենք կարա պայթանցնի, եթե ոչ մի քանի հատ, Հայաստանում ով մտածում է ապրելով, որ ինքը քաղաքականությունով չի զբաղվում, դրա Նիկոլին էլ պետք է պաշտպանի, սա գալու է ձեզ հարևան։ Լավագույն դեպքում հարևան, վատագույն դեպքում ձեր տանը ապրելու։ Բայց դուք արդեն չեք լինելու։ Դուք իրա ինչին եք պետք։ Դե շարունակեք, ով մտածում է, որ Նիկոլին ծառայել է այսօրվա լափի դիմաց արտադրված է, դա իր անձնական գործն է։ Տեսնեիք Բիձու գյոլում ինչ կասի։ Ինձ նրանից մի հարցրեք, խնդրում եմ, անունը լսել չեմ ուզում։ Հավատում եք, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը կբացահայտվի եւ մեղավորները կպատասխանեն։ Փարաքարի համայնքի բանը ԿՊԱ-ական չէր, չէ՞։ Մոռացի բացահայտվել է։ Չի լինի։ Չեմ բացահայտի, կարող է վստահում եմ, բայց չեմ բացահայտի, պետք չի իրանց։ Ինչպես կհիշվի Ալեն Սիմոնյանը պատմության մեջ։ Կասի մարդասպան, անհաջող ղեկավար, ամեն ինչ։ Լավ բան չկա որ ասեմ, մենը քաղաքն եք տեսնում ժողովրդին։ Ինչպես
Սարգսյանն ասել է, որ ինքը հայրենասեր է, համաձայն եք։ Ոչ, նա դավաճան է, ինչ հայրենասեր, տենց հայրենասեր ա լինում։ Հայրենասերը իր մի փոքրիկ կտոր ողը երբեք թշնամուն չի տա։ Սա կիսեց ամեն ինչ։ Նա հայաջնջում է, նա հայ չի։ Դրա համար ես Նիկոլին եւ Նիկոլա Պաշտներին հայ չեմ համարում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առաջնորդելու է Էջմիածնի ազատագրում։ Պատրաստ եք միանալ նրան։ Շատ կներեք Նիկոլ Փաշինյանը ով է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Չեմ ճանաչում կներեք։ Ամոթ չի դուք անունը տալիս եք։ Հայաստանի վարչապետն է, ոնց չկա անունը։ Իմ համար չկա վարչապետ։ Կատարել ճշմարտություն։ Սա է իրականում ժողովրդի տրամադրությունները։ Ես ես վստահեցնում եմ, որ սա է։ Իսկ հիմա ամենակարևոր մասն եմ ուզում ձեզ ցույց տամ։ Ես վստահ եմ, որ դուք սա մասին գուցե եւ չգիտեիք։ Չասեմ վստահ եմ, բայց մտածում եմ կարող է եւ տեղյակ չէ։ Լսենք։ Ցած ամբողջ մի ֆանտաստիկ պատմություն, որը ցնցեց ամբողջ Թուրքիան եւ կցնցի նաեւ ձեզ, եթե դրա մասին դեռ չեք լսել։ Սաբիհա Գյոքչեն 12-ամյա կապուտաչյա աղջնակ էր։ Աթաթուրքը նրան հանդիպում է որբանոցում եւ տեսնելով նրա գեղեցիկ աչքերը որոշում է, որ նրան անպայման պետք է որդեգրի։ Հայտնի է, որ Աթաթուրքն ուներ 8 որդեգրած որդի, որոնցից ոչ մեկ բարեբախտաբար նրա երեխաները չէին հանդիսանում։ Լավ է, որ իր երեխաները չուներ, չորանադրագենը։ Իրեք ինչի՞։ Հոմոսեքսուալիստ էր։ Ո՞րտեղ է երեխաները։ 1900 Անգեներ գիտեք ով եք։ Ով էր դա անգելը։ Չիչերին ռուսը բանը Լունաչարսկի բոլշևիկ գեյերը։ 35 թվականին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա է գտնվում օդաչուների դպրոցի բացման արարողությանը եւ հենց այնտեղ էլ որոշում է, որ նա ուզում է օդաչու դառնալ։ Սաբիհա Գյոքչեն Թուրքիայի առաջին կին օդաչուն էր եւ առաջին ռազմական օդաչուն։ Սաբիհան Թուրքիայում համարվում է ազգային հերոս եւ նրա անունով է կոչված Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը։ Ին, որով հիացած էր մի ամբողջ պետություն, պարզվում է, որ հայ էր։ Այս մասին առաջինը գրեց ականավոր գրող լրագրող Հրանտ Դինքը։ Նրա հոդվածը Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը ռումբի պես պայթեցրեց Թուրքիայի հասարակությունը։ Պարզվում է, որ Սաբիհայով հետաքրքրված էին Հայաստանի նրա բարեկամները եւ պարզվում է, որ Սաբիհայի իրական անունն է Խաթուն Սեբիլջյան։ Ցեղասպանության ժամանակ Սաբիհայի ծնողները սպանվել էին եւ նա քրոջ հետ հայտնվել էր մանկատանը։ Սաբիհայի պատմության ուսուցիչը փաստում էր, որ նա հայերեն բառեր գիտեր եւ գիտեր իր ծագման մասին։ Հրանտ Դինքին մեղադրեցին, որ նա սադրում է թուրք հասարակությանը, սակայն կար մի փաստ, որը անհերքելի էր։ Սաբիհան ուներ երևանյան հիվանդություն։ 2004 թվականից հետո Թուրքիայի հասարակությունը կասկածի տակ դրեց իր ազգի ծագումնաբանությունը եւ հերոսներն ու արժեքները։ Թուրքերը սկսեցին մասսայաբար գենետիկ հետազոտություն անցնել։ Սակայն վերջին տարիներում հայտնի դարձավ, որ Թուրքիայում գենետիկ հետազոտությունները արգելված են։ Գենետիկական հետազոտություններից հետո բազմաթիվ թուրքեր պարզեցին, որ նրանք իրականում հայ են։ Սա էր խնդիրը, որ թուրքական կառավարությունը վախենում էր իր հասարակությունից եւ ամեն կերպ փորձում է կոծկել այն հրեշավոր սուտը, որը նա հրամցնում է աշխարհին։ Գիտեք ինչ հեշտ է Թուրքիան ներսից պայթացնելը։ Ու գիտեք ինչքան Սաբիհաներ կա։ Ընդամենը մեկ երբ որ պետություն ունենք, պետք է բացահայտել մնացած բոլոր Սաբիհաներին։ Ինչ որ TikTok-ներով տարածել, արշավ սկսել, նախ թուրքերին հիշացնել, ովքեր են ստեղծել թուրքական գիրու գրականությունը։ Ոնց եղավ այդ դասական իրաց թուրքերը գիրը որ օգտագործում են, դա որտեղից է գալիս։ Ադրբեջանցիներին, որ դուք որ թուրքերից վերցել եք հիմա այդ գիրը օգտագործում եք, դա ով է ստեղծել։ Եվ այսպես շարունակ։ Այն հանգամանքը, որ Թուրքիայում արգելվեց DNK-ի անալիզները, դա չի նշանակում, որ թուրք հասարակությունը չի կարողանում անի։ Դժվարացել է, բայց դա կարելի է պատվիրել։ Եվ 2 տարի առաջ մի
հայտնի թուրք լրագրող պատվիրել էր, բալով ոնց որ Ամազոնից բան ես պատվիրում, փոքրիկ։ Հիմա Հայաստանում էլ են պատվիրում։ Փոքրիկ դու նմուշները դնում ես, ուղարկում ես, մի ամիս հետո քեզ պատասխանները գալիս է։ Եթե մենք պետություն ունենք, մենք մի հատ կայք ընդհանրենք սարքի, մենք մեր տեստերը կարտադրեինք, կամ թեկուզ այդ նույն գործարքը մենք կանեինք, կհովանավորեինք թուրքերին, կասենք ձեր համար, թուրքիայի բնակիչների համար սա ձրի է։ Թե մի քանի միլիոն դոլար էլ գնալ է տեստերի վրա։ Բայց այդ մի քանի միլիոն դոլարով կարելի է թուրքական հասարակությանը պայթեցնել ներսից։ Այդ թուրք լրագրողը, որ անել էր իր համար, ինքը պարզել էր, որ ինքը հույն է, Պոնտոսի հույն։ Հետո այդ աղջիկը գնացել է ծնողին ասել է, գիտես ինչ, ինքը հայտնի լրագրող, որ սես բան եմ պարզել։ Ու ես հիշեցի, որ քո մաման, թե քո տատիկը աղոթում էր ուրիշ լեզվով։ Ով ենք մենք, նոր հայրը բացահայտում է, ասում է, գիտես ինչ, այո, ինքը աղոթում էր ուրիշ լեզվով, ինքը մենք հույն ենք, դու հույն ես բանս։ Ու ինքը դրա մասին գրում է։ Դրա մասին գրում է եւ ընկնում է թուրքական մամուլի ատելության բանի տակ, ու սկսում են հարձակվել վրա։ Մի խոսքով, ընդամենը, եթե պետություն ունենք, Թուրքիայի համար կարելի է մի կայք ստեղծել, որտեղ Թուրքիայի բնակիչները կարող են իրենց DNK անալիզը պատվիրել անվճար։ Եվ կարելի է պայթացնել Թուրքիային, ուղղակի ասած ավիրել այդ երկիրը։ Նույն իմջալոց կարելի անել նաև Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ պատկերացնեք, ադրբեջանցին որոշի ու կասկածը գիտեք ինչ բան է։ Կասկածը ворթի նման բան է։ Կասկածը բերեց Օթելոյի միջև մարդասպանության, իսկ իր կասկածը փարատելու համար, մանավանդ որ այդ տեստը ձրի է, մեկը կպարզեին, մեկը թալիշ է, մեկը եվրոպացի, մեկը հայ է, մեկը հույն է, մեկը ասորի է, բայց ադրբեջանցի չի։ Ինչ պատեր է, ինչ բան, այդ երկրները կարելի է ասենց լեգոյի նման քանդել, որովհետև վստահ եղեք, եթե միտեղ մի բան լավ է ստացվել իրանց մոտ, դա իրանց մեղքը չի, հիմքում հայական ծերը։ Կարող է չի իմացել, որ ինքը հայ է, բայց վստահ եղեք, դա հաստատ ոչ թուրքա, ոչ ադրբեջանցի։ Այսօր համար այսքան, լավ մնացեք։